Արվեստի աշխարհը, բազմաբնույթ, բազմաոճ եւ բազմադեմ, երբեմն պարզ ու անշուք, երբեմն խորհրդավոր, բայց միշտ յուրովի ու ինքնօրինակ ու ներանձնական, քանզի այնինչ ստեղծվում է այնտեղ, մարդկային հոգու անկրկնելի մի դրսևորում է, որը լույս ու գեղեցկություն է բերում իր հետ, եւ այն զարմանալի խորհուրդը, որը կոչվում է արվեստ։ Զարա Մանուչարյան։ Այն մարդը, որը որոշել է այդ գծով գնալ, խորանալ, մտնել, ինքը պետք է հասկանա, որ տարիների ընթացքում ապրելով, նկարելով այդ աշխարհում հասկանա, որ դա շատ մեծ զոհաբերություն է։ Ընդհանրապես արվեստը տենց մի հատ մոմենտ ունի զոհաբերության, եւ արվեստագետը ոնց որ ասած էգոիստ լինի, որ կարողանա իրոք որպես պրոֆեսիոնալ դրան նվիրվի։ Ինձ շատ անգամ հարց են տվել, ինչ ա պետք, որ լավ նկարիչ լինել, բան, ջահելները մեկ-մեկ գալիս են ցուցահանդեսների, բան։ Ասում եմ մի հատ լավ մեծ կոտոշ ստեղ պետք է ունենալ։ Ասում եմ ինչի համար։ Ասում եմ որովհետեւ ասում եմ կրթությունը շատ կարեւոր է բազովի։ Ես դա երբեք չեմ հերկել։ Շատ կարևոր է ունենալ պինդ ճակա դուխ ներքին, այդ ստержենը, որով կարողանաս այդ բոլոր բարիերները ու պատերը ջարդես, բրդես ու գնաս առաջ։ Որտեվ վիճակն է կարևորը, ոչ թե քո որոշումն է կարևորը, որ դու դառար նկարիչ ու նկարչությամբ պետք է զբաղվես, այլ կարևորը պահել դա քո մեջ ու անցկացնել կյանքիդ ընթացքում։ Շատերը չեն դիմանում, կեսից հրաժարվում են այդ միսիայից։ Բայց դա իրոք շատ մեծ միսիա է։ Ամեն մեկի համար արվեստի աշխարհը գրավիչ է յուրովի։ Ամեն մեկն իր հետաքրքրությունն ունի այնտեղ, իր փնտրտուքը, իրեն հետաքրքրող գաղտնիքը, կամ էլ փայփայած երազանքը։ Դե գիտեք, իմ կյանքը, որ ասում եմ, սկսվել էր ստանդարտ վիճակներից, այն որ ինտելիգենտ ընտանիքում մայրը ուզում է, որ աղջիկը լինի երաժիշտ, կիրթ, բան, ու սկսվել էր նրանից, որ ինձ տվել էին երաժշտական։ Բայց ցավոք սրտի ես զլուխ չունեմ, բացարձակապես։ Ու բանը բերեց նրան, որ ծնողները շատ դեմ էին։ Ընդհանրապես մեր տոհմում, ցեղում այսպես կոչված, ոչ մի արվեստագետ չկար, ոչ երաժիշտ, ոչ նկարիչ չկար, այն որ ասում եմ себе не без уродов։ Մեկը ես եմ մենակ։ Եվ բախտի բերումով մի անգամ մեր տունը հյուր եկավ պապայի ընկերը, որը նկարիչ էր, ու երբ очередной կռվից ելնելով ինձ որպես պուճուր բալիկ տփում էին, որ ես վատ եմ նվագում ու չեմ նվագում, ես ջղայնացած ասեցի, որ ես չեմ ուզում նվագեմ, չեմ ուզում գնամ երաժշտական դպրոց։ Ինձ հարց տվեցին, ասին, բա ինչ ես ուզում բալիկ, ես ուզում նկարեմ։ Այս երեխան նկարել է ուզում, այդ խեղճ մարդը ասեց, ինչ եք տվել երաժշտական։ Մայրս ինձ խառնված, բա նկարչությունը աղջկա բան չի։ Կար տես ստերեոտիպ, սովետի վաղտ, որ նկարչությունը դա տղամարդու գործ է, դա աղջկա գործ չի, ու տենց, բայց արի տես, տարիներ անցան եւ այդ ստերեոտիպը կոտրվեց, ու ես հիմա իմ կողքը ունեմ մի մեծ շարք լավ թափով նկարչուհիներ, որոնք շատ ավելի տաղանդավոր են, որոշ տղամարդ նկարիչներից։ Չգիտեմ, փոքրուց է դա եկե, ասենք թե ես միշտ սիրել եմ նկարել, այդտենց ակամա այդ մի պուճուր դրվագից մերոնք կոտրվեցին եւ տվեցին ինձ նկարչական։ Ինչն է ամենից կարևորը արվեստագետի համար արվեստում, եւ արդյոք դա չի փոփոխվում ժամանակի ընթացքում, իր տեղը զիջելով նոր ի հայտ եկած ավելի կարևորին, չէ որ զարգացումներն անխուսափելի են ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում։ Ես համարում եմ, որ արվեստագետը պետք է լինի անկեղծ, առաջնահերթ, ահա որ անկեղծ իր արվեստի համար։ Երկրորդ արվեստագետը պետք է նկարի եւ ստեղծագործի իր համար, ոչ թե ազգի համար, բնության համար, ժողովրդի համար, այլ իր համար, որովհետեւ իմ համար արվեստը դա փնտրումն է, քո եսի, դու պետք է ինքդ քեզ լավ հասկանաս, իմանաս, ճանաչես, որովհետև հələ դեռ մեծ փիլիսոփաները ասել են, որ
Դու մի փոքր միկրոկոսմ ես, մեծ կոսմի մասնիկ ես։ Եվ եթե դու ինքդ քեզ ճանաչես, դու աշխարհի բանը կճանաչես։ Եվ արվեստագետի բուն իմաստը միսիան, ես համարում եմ այդ process-ի մեջն է։ Ու ամենակարևոր բանը նկարիչի համար իր զարգացումն է։ Իմ համար կարևոր է, որ ամեն քո երկրորդ նկարը պետք է նախկինից լավը լինի։ Ստացվել է, չի ստացվել, արդեն կարևոր չի, բայց դա պիտի լինի։ Ի սկզբանե դա քո միսիայի մեջ պետք է դրված լինի։ Դու պետք է միշտ դժգոհ մնաս քո հին արածից, պլանկը միշտ բարձրացնես քո գլխից վերև, որ միշտ ձգտես դեպի լավը։ Հենց որ արվեստագետը համարում է, որ ինքը հասել է ինչ-որ բարձրունքի, վերջ, ինքը կործանվում է, ինքը դոփում է մի տեղը ու զարգացում չի լինում։ Ինքը միշտ պետք է այդ փնտրումների մեջ լինի։ Ինքը միշտ պետք է համարի, որ իր հոգին, իր ներքին աշխարհը այնքան խորն է, ինքը պետք է ստեղծի իր այդ 5-րդ dimension-ը, որովհետև բնությունը տվել է մեզ այն գեղեցկությունը եւ այն հրաշքը, որը հիմա կա։ Մենք բնությունից լավը չենք կարող ստեղծենք, նա կատարյալ է, բայց մենք կարանք ստեղծենք նոր աշխարհ, որը չկա, գոյություն չունի։ Ու դու այդ աշխարհը պետք է միշտ լավ ու լավը ստեղծես, այլ կերպ չկա։ Ինչ է նկարչությունը նկարչի համար։ Իր ձևով, իր ընկալմամբ աշխարհը տեսնելու եւ վերարտադրելու միջոց, իր մտքերը, հույզերն ու ապրումները ներկայացնելու հնարավորություն, արարելու ստեղծելու բացառիկ մի հոգեվիճակ, գուցե ուրիշ մի բան։ Այդ արարելու պահը դա մի ֆանտաստիկ զգացողություն է, ստեղծագործողը դա կհասկանա, կարևոր չի նկարիչ ես դե երաժիշտ ես, բայց դա մի յուրահատուկ, մի ուրիշ, ինչ ասեմ, հաճույք է, մի ուրիշ հոգեվիճակ է, երբ դու ընկնում ես այդ հոգեվիճակի մեջ ու սկսում ես ստեղծագործել ու նամանավանդ, եթե քեզ մոտ դա լավ է ստացվում, նկարիչի համար դա նայած մի վիճակ է, որ դու առանց դրա չես կարող ստեղծագործես, ուզում եք կոչեք դա մուզա եւ ինչ է, ես չգիտեմ, համենայն դեպս դա ակամա գալիս է։ Այդ էներգետիկան ակամա գալիս է, լուբոյ նկար, որը դու նկարում ես երեկոյան, արդեն դու սպառված ես, ոնց որ դու մի հատ քար ես քաշ տվել, որ չեմ իմանում, մի բան ես ֆիզիկական գործ ես արել, բայց իրոք այդպես հոգնածուցիչ է դա։ Բայց մի մեծ բավականություն կա դրա հետ միասին, մի մեծ։ Այդ էյֆորիայի մեջ ես դու։ Պրոցեսը շատ կարևոր է, դու որ այդ վիճակի մեջ ընկնում ես, նշանակում է դու ինչ որ բռնել ես, ճիշտ ուղու վրա ես, քեզ մոտ բացվել է այդ ճանապարհը։ Ինչն է միավորում կյանքն ու արվեստը, պայմանականությունը, հարաբերականությունը, բայց չէ որ միևնույն ժամանակ այս երկու աշխարհները նաև տարբեր են, շատ տարբեր երբեմն։ Որպես երիտասարդ, իմպուլսիվ, բոլորիս մոտ սկսվում է ինչ-որ շատ սենց տեղ-տեղ ագրեսիվ, տեղ-տեղ ինչ-որ ասելիքս շատ է, գծերը շատ են, ինֆորմացիան շատ է, իմ մոտ այդպես սկսվեց, էլ չեմ ասում նրա մասին, որ ընդհանրապես նույնիսկ կոնցեպտուալ արվեստից ինձ մոտ սկսվեց, որը ավելի շատ գործողության հետ կապված էր, էքշնները, հեփենինգները, ինչ-որ այդ տիպի սկսվեց, որը վերածվեց նկարի, որը կախված էր շատ ակտիվ գույների, իմպուլսիվ գծերի, այդպիսի ինչ-որ մի արվեստ սկսվեց ինձ մոտ։ Եվ շատ երկար տարիներ ընթանում էր, ես խորացել էի այդ վիճակների մեջ, բայց ահա մի պահ հասավ, երբ ես հասկացա, որ դա ինձ բավարար չի։ Սկսվեց իմ ճանապարհորդությունները դեպի այն գաղտնի երկրները, հետաքրքիր երկրները, կարելի ասել, դեպի Ինդիա, Նեպալ, Տիբետ, եւ ունեցել եմ մի հրաշք ճանապարհորդություն, որը ճիշտ ասած ինձ ամբողջ աշխարհահայացքը փոխեց։ Աշխարհահայացքը, արվեստը, ոճը, վերաբերմունքը կյանքի հանդեպ ահագին փոխվեց։ Շատ մեծ իմ վրա տպավորություն թողեց, որովհետեւ դա սկսվել էր որպես ուղղակի ճանաչողական ուղևորություն, որը վերածվեց իսկապես ինքնաճանաչման ճանապարհի։
Ես բացահայտեցի ոչ թե երկիրը, այլ ես բացահայտեցի զառային։ Ես ինձ բացահայտեցի այդ երկրի մեջ։ Դա իրոք մեծ ցնցում ապրեցի, ճիշտ ասած, որովհետև ես այնտեղ հրաշք տեսա ու դա վերածվեց նրան, որ մեծ ապրումներից հետո մենք իմ մոտ լրիվ փոխվեց իմ ոճը։ Յուրաքանչյուր արվեստ իր դրսևորումներն ունի, յուրաքանչյուր արվեստագետ իր նախասիրություններն ու սեփական ճանապարհը, ով է կատարում այդ ընտրությունը, ինչու է որոշում քայլել հենց այդ ուղիով, երևի հենց դա է իր ճակատագիրը։ Նկարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ, ուզում է ռեալիզմ անի, ուզում է աբստրակցիան, դա կապ չունի իմ համար։ Եվ ես շատ հարգում եմ այն լուրջ ռեալիստներին, որոնք ֆանտաստիկ լավ ձեռք ունեն, լավ ոճ ունեն եւ իրանց ներքին աշխարհով են մատուցում այդ նույն բնությունը, այդ նույն նատյուրմորտ, այդ ամեն ինչը։ Բայց երևի թե իմ ասելիքը շատ ավելին էր, իմ համար քիչ էր այդ վիճակը, որը ես տեսնում եի բնության կողմից։ Դա կապ չունի, միևնույն է բոլոր նկարիչները ներշնչվում են բնությունից։ Դա մի հրաշք է, որ Աստված մեզ տվել է, դու չես կարող դրանից դուրս ստեղծագործես, բայց դա անցկացնում ես քո միջև, դու դա ներմուծում ես մեջդ, ծամում ես, իրան հասկանում ես ու քոնն ես արտադրում։ Դու պետքա քոնը արտադրես։ Եվ երևի աբստրակտ լեզուն ինձ ավելի լայն հնարավորություն տվեց արտահայտել իմ ներքին աշխարհը, քան ռեալիզմը։ Զուտ դրա պատճառով երևի դրա համար աբստրակցիան ինձ ավելի մոտիկ է։ Եվ ճիշտն ասած գնալով այսպես կոչված ֆիգուրատիվ աբստրակցիայից ես ունեմ, ինչպես ես վերածում եմ այն pure abstraction կոչվածը մաքուր աբստրակցիայի, որը արդեն ֆորմայից էլ է դուրս։ Ասում են արվեստի մարդիկ յուրահատուկ մի առաքելությամբ են գալիս այս աշխարհը, հոգևորը սերմանելու առաքելությամբ։ Դա դրված է նրանց էության մեջ, դա նրանց կենսակերպն է, միսն ու արյունը, նախասահմանումը։ Գիտեք ոնց, ես միսիա չեմ վերցնի իմ վրա, որ մեր առաքելությունն է չոր կրթել, դաստիարակել, ճիշտ ասած, չէ։ Ես ավելի շատ համարում եմ, որ ամեն մարդ պետք է իր տեղը լինի ու իր տեղի իր գործի մեջ պրոֆեսիոնալ լինի։ Եթե ամեն մեկ իր գործը անի, իր տեղը, այս աշխարհում շատ բան իր տեղը կընկնի, ավտոմատически, ինքնակամ։ Ուղղակի բոլորին չի շնորհված լինել արվեստագետ։ Դա, конечно, Աստծո կողմից, տիեզերքի կողմից տված շնորհք է։ Ամեն մեկը չի կարող դա անի։ Բայց ելի ես համարում եմ, եթե որոշել ես արվեստագետ դառնաս, խորանաս այդ գործի մեջ, ամենակարևորը եղիր քո տեղը, անկեղծ ստեղծագործիր ու մաքսիմալ պրոֆեսիոնալ դարձի քո գործի մեջ։ Միշտ զարգացում ապրի։ Իսկ հետո դա իր կյանքի օրոք, իր մահուց հետո դա կդառնա արժեք։ Դա կդառնա այդ ազգի արժեքը, միջազգային արժեքը, արդեն դա էական չի։ Ստեղծագործող արվեստագետը չի պիտի մտածի, որ ինքը պետք է հայտնի դառնա, ինչ որ բարձունքների հասնի, ինքը պետք է իր վիճակի մեջ միշտ էփվի։ Ինքը պետք է իրանից գոհ լինի, ոչ թե նայի ուրիշը իրանից գոհա դե չէ։ Ինձ նկարը պիտի ինձ դուրը գա, եթե ես իմ արածից բավարարված չեմ, ուրեմն ես վատ եմ արել։ Ինձ կարևոր չի կողքինի կարծիքը, չէ։ Конечно, կան մարդիկ, արվեստագետներ, որոնց կարծիքը ես շատ եմ համարում, շատ արժեքավորում եմ, մեծ իմ ուսուցիչները, որոնց կարծիքը իմ արվեստի հանդեպ շատ մեծ կարևոր էր ինձ համար։ Բայց ամենամեծ ուսուցիչը քո ներքին աշխարհն է։ Եթե դու ինքդ քո հանդեպ անկեղծ ես, քո ներքին ձայնը, այդ ճիճուն, որը նստած է քո մեջ, միշտ գլուխ կբարձրացնի, կասի վատ է, լավ չես արել։ Ու դու պետքա դա շտկես։ Այնքան միջև էլ ներքին ձայնը չխոսի։ Կա ինչ-որ առանձնահատուկ մի փիլիսոփայություն արվեստի աշխարհում կամ յուրահատուկ մի խորհուրդ, որը հասու է առաջին հերթին հենց իրենց,
արվեստագետ մարդկանց։ Եթե կա, ո՞րն է այն։ Ընդհանրապես արվեստը պետք է մարդու մի քիչ կենցաղից պոկի։ Մենակ հացով չպիտի մարդը ապրի, էլի որ Աստված ստեղծել է իր կերպարով մարդուն։ Ու դե Աստվածը մենակ Աստված հոգի է։ Եվ երևի թե արվեստի միսիան նրան համար էր, որ մարդը քիչ թե շատ կտրվի այդ ճղճի միջավայրից, այդ ճղճին առօրյայից ու մի քիչ այդ հոգևորը կրթի։ Պարզ է, չէ, որ գնալով երաժշտություն լսելով, գնալով ինչ-որ համերգի, գնալով ինչ-որ թատրոն, թանգարան, տեսնելով այդ ամեն ինչը, ինչ-որ մի բանով լցվում ես, դուրս ես գալիս, չէ, այդ օրը ինչ-որ մի կարևոր գործ չես արել, սենց ասած, որը քեզ ասեք, թե ծախսվել ես, գումար ես տվել, բայց լիցքավորված ես դուրս գալիս։ Լավ համերգից հետո ես եմ լիցքավորված դուրս գալիս։ Լավ ճարտարապետական կոթող տեսնելուց ես հենց հուզված դուրս եմ գալիս, դա ինձ լցնում է։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոչ արվեստագետի համար դա շատ կարևոր է։ Այդ գիտեք, ինձ թվում է այդ արվեստ այդ կապն է։ Տիեզերքի եւ հասարակ մարդու մեջ այդ կապն է, որի միջով պետք է ինքը